մասին, որ Սամվել Առաքելյանի ներկայացրած գրությունը չէր կարող դիտել որպես հաղորդում։ Քրեական օրենսգրքի 102-րդ հոդվածի առաջին մասի համաձայն քրեական բավարարքի ընթացքում ապացուցման ենթակա են դեպքը եւ դրա հանգամանքները, ժամանակը, տեղը, եղանակը եւ այլն։ Մեղադրյալի առնչությունը դեպքի, ենթադրյալ հանցագործության, քրեական օրենքով նախատեսված հատկանիշները, մեղադրյալի մեղավորությունը ենթադրյալ հանցանքը կատարելու մեջ, քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները, մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքները, ենթադրյալ հանցագործության պատճառված վնասը, այն հանգամանքները, որոնք թույլ են տալիս անձին ազատել քրեական պատասխանատվությունից կամ պատժից, այն հանգամանքները, որոնցով անձը հիմնավորվում է վարույթի ընթացքում եւ գույքային պահանջները, այն հանգամանքները, որոնցով վարույթի մասնակիցը կամ այլ անձը հիմնավորվում է իր պահանջները։ Վճռաբեկ դատարանը Կարապետյանի գործով որոշման մեջ իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին ոչ։ Հանցագործության մասին հաղորդումը, որպես քրեական գործ հարուցելու առիթ, իրենից ներկայացնում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի գրավոր կամ բանավոր դիմումը քրեական հետապնդում իրականացնող մարմին, կոնկրետ հանցագործության տարեր պարունակող, նախապատրաստող կամ կատարած հանցագործության մասին տեղեկատվությամբ, ինչը որ բացակայում է Սամվել Առաքելյանի գրությունից։ Առիթը պայման է, որ իրականության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մարմինների եւ պաշտոնատար անձանց մտնել իրավարարությունների մեջ կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլի գործունեությունը։ Քրեական գործի հարուցման առիթները պետք է բովանդակեն տեղեկություն հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին։ Միայն այս դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ ստուգելու եւ քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու որոշում ընդունելու համար։ Այսինքն քրեական գործ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ ոչ թե ցանկացած, այլ միայն հանցագործության մասին արված հաղորդումը, ինչը տվյալ պարագայում ակնհայտորեն բացակայում է։ Քրեական գործ հարուցելու առիթ հասնելով պետք է հասկանալ օրենքով սահմանված այն աղբյուրը, որտեղից իրավասու պաշտոնատար անձը տեղեկություններ է ստանում քննիչի կամ դատախազի, քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի իմաստով քրեական գործ հարուցելու առիթ է, հետևաբար այդպիսի հաղորդում առկայություն ինքնին առաջ է բերում քրեադատավարական իրավարարություններ կապված գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերը բավարար ներստուգելու անհրաժեշտության հետ։ Միևնույն ժամանակ հանցագործության մասին հաղորդումը, այդ թվում ֆիզիկական անձի կողմից տրված, չի կարող լինել վերացական կամ ընդհանուր բնույթի, որպեսզի հաղորդումը հիմք հանդիսանա քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը կայացնելու համար այն պետք է բովանդակի տվյալներ կոնկրետ հանցագործության մասին։ Վերաբերյալը սակայն չի նշանակում, որ անձն իր հաղորդման մեջ պետք է ներկայացնի այնպիսի փաստական տվյալներ, որոնք իրենց բնույթով բավարար են հանցագործության հատկանիշների առկայություն առերևույթ հաստատված համարելու համար։ Տես Էմմա Կարապետյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԲ գիծ 133/07 որոշումը։ Նույն գործով Վճռաբեկ դատարանը գտնում է որ մեջբերում քրեական գործ հարուցելու առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մարմինների եւ պաշտոնատար անձանց մտնել իրավարարությունների մեջ կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբունքային փուլի գործունեությունը։ Քրեական գործ հարուցելու հիմքը հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներն են, ընդ որում քրեական գործ կարող է հարուցել միայն հանցագործության հատկանիշների վերաբերյալ տվյալների բավարարության դեպքում։ Վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով, Հրայր Մանուկյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ-0154-1114 որոշման 14-րդ կետում արձանագրում է, որ հանցագործության մասին հաղորդումն իրավաբանական փաստ է, որն առաջացնում է այն ստուգելու եւ լուծելուն ուղղված դատավարական իրավահարաբերություններ։ Հաղորդումը որպես քրեական գործ հարուցելու առիթ պետք է համապատասխանի որոշակիության բովանդակային չափանիշին։ Մասնավորապես բովանդակի տեղեկություն կոնկրետ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին։ Նշվածը սակայն չի ենթադրում, որ քննադատը եւ լուծման ենթակային միայն հաղորդումը,
որը պարունակում է քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր։ Հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունները կարող են բավարար լինել այն քննարկելու, ստուգելու եւ լուծելուն ուղղված օրենսդրական կարգավորումները, քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներ։ Գործողության մեջ դնելու համար։ Եթե ողջամիտ հավանականություն կա, որ դրանց ստուգման արդյունքում կարող է հայտնաբերվել այլ հաստատապես հայտնաբերելու թե քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր։ Վճռապետ դատարանը ընդգծում է, որ քննարկված չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր հաղորդում առաջացնում է վարույթ իրականացնող մարմնի պարտականությունը դրա կապակցությամբ կայացնել քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը։ Հարկ է փաստել, որ վճռապետ դատարանի վերոնշյալ որոշումները հիմնված են նախկին քրեական դատավարության օրենսդրության կարգավորումների վրա, սակայն մուտանդիս կիրառվել է նաև գործող իրավական կարգավորումների պայմաններում։ Պարոն Ղազարյան, կխնդրեմ նախադեպերը ամբողջությամբ չընթերցեք, հաշվի առնելով, որ կողմերը պրոֆեսիոնալ են և դուք գտնվում եք դատարանում, կարող եք համարը նշել և անուն ազգանունը, դրա արդյունքում արդեն ես հաշվի կառնեմ, որպեսզի ամբողջությամբ չընթերցեք։ Պատվարժան դատարան, ես վճռապետ դատարանի որոշումներից հենց այն հատվածներն են Ես հասկանում, ուղղակի կարծում եմ դուք եք որոշում, կարծում եմ անհրաժեշտ չի ծանրաբեռնել։ Միայն անունը կարող եք նշել և համարը այդքանով սահմանափակվել, բայց դուք եք որոշում։ Շատ է։ Քրեական դատավարության օրենսգրքի հայեցակարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման գործնական ուղեցույցի համաձայն քննիչի կողմից քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման տարբերակներից մեկն է քրեական վարույթ չնախաձեռնելն է։ Այդպիսի արդյունք կարող է գրանցվել հետևյալ դեպքերում։ Սա կարևոր է համարում պատվարժան դատարան դրա համար։ Հաղորդման մեջ նշված չէ որևէ կոնկրետ դեպք, գործողություն կամ ամբողջություն, որը կարող է ենթադրաբար հանցավոր լինել։ Եթե նայում եք Սամվել Առաքելյանի գրությունը, ակնհայտ նշանակում է, որ ըստ այս ուղեցույցի պետք է վարույթ չնախաձեռնել։ Երկրորդ, հաղորդման մեջ նշված է որոշակի դեպք, գործողություն կամ ամբողջություն, սակայն այն ակնհայտորեն չի համապատասխանում քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքի։ Սամվել Առաքելյանի գրության մեջ քրեական օրենսգրքի որևէ հոդվածի հղում, հիշատակում ենթադրյալ հանցանքի մասին գոյություն չունի։ Հաղորդման մեջ նկարագրված հանցանքի վերաբերյալ վարույթով քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն մասնավոր կարգով, սակայն հաղորդումը ներկայացնողին հայտնի է ենթադրյալ հանցանքը կատարած անձը։ Սամվել Առաքելյանի գրության մեջ ոչ մի անձի մասին, այդ թվում իմ մասին, որևէ հիշատակում գոյություն չունի։ Պատվարժան դատարան, ես նոր եմ ստացել իրավագետի որակավորում և քրեական իրավունքի հետ իմ առնչությունները շատ սահմանափակ են։ Այս ամենը ես ձեռք եմ բերել այս տեղեկությունները դատախազության պաշտոնական դիրքորոշումներից, երբ որ ես ինքս եմ ներկայացրել պատշաճ հաղորդումներ հանցագործությունների մասին ազգային ժողովի պատգամավորների կողմից իմ նկատմամբ ցուցաբերած խտրական վերաբերմունքի համար։ Իրենք հրաժարվել են վարույթ նախաձեռնել։ Ես դա բողոքարկել եմ 14 դատական նիստ է, դատական գործ են շահել, որով դատանը պարտավորեցել է վարույթ նախաձեռնել։ 12-ով վերաքննիչ դատարանում են շահել, 4-ով վճռապետում, եւ իրենք իրենց դիրքորոշումները, որ ներկայացրել մինչև վճռապետ դատարան, սա են իրենք դրա բովանդակության։ Դա իրը դատախազության դիրքորոշումից են դրել։ Հիմա ես եմ հասկանալ դատախազությունը, որ քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ նման դիրքորոշումները արտահայտել։ Իմ պարագայում, երբ որ ակնհայտ հաղորդում չկա հանցագործության մասին եւ չի համապատասխանում այդ գերությունները պահանջներին, ինչու համար է վարույթ նախաձեռնել։ Ես այստեղ հիմնավորում եմ հարգարժան պաշտպանի իր եզրափակիչ ճառում ներկայացրած մոտեցումը, որ սա վարույթ է, որը իր մեջ պարունակում է խտրական վերաբերմունք իմ հանդեպ։ Եզրակացություն այս մասով։ Տվյալ դեպքում հանրային քրեական վարույթ չպետք է նախաձեռնել, այն պետք է կայացնել որոշում քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ իրազեկման մասին։ Արկա չէ փաստացի հաղորդում հանցագործության մասին, արկա չէ հանցակազմ, Սահմանադրական դատարանի որևէ դատավոր, որևէ եղանակով չի դիմել իրավապահ ակտներին, այն դեպքում, երբ որ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է, որ Սահմանադրական դատարանի դատավորը եւ նրա ընտանիքի անդամները պետության հատուկ պաշտպանության ներքո են։ Սահմանադրական դատարանի դատավորի, նրա ընտանիքի անդամների, նրանց բնակելի աշխատանքային տարածքների, այլ բուրքի անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության կամ դրա սպառնալիքի դեպքում դատավորը հաղորդում է իրավասու պետական մարմիններին եւ Սահմանադրական դատարանին։
իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցներ դատավորի, նրա ընտանիքի անդամների եւ նրանց զբաղեցրած բնակելի եւ աշխատանքային տարածքների այլ դույքի անվտանգություն ապահովելիության, որի վերաբերյալ տեղեկացնում են սահմանադրական դատարանի նախագահին։ Պատվարժան դատարանը, ինչպես տեսնում ենք, այս իրավակարգավորումներում սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար գոյություն չունի։ Այսինքն, եթե որևէ դատավոր ինքը իմ հրապարակային խոսքի հետ կապված ունենալ անհանգստություն, ապա ըստ սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի, որի տեղ ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, քան անգամ քրեական դատավարության օրենսգիրքը, ապա սահմանադրական դատարանի դատավորը ինքը պետք է դիմել իրավապահ մարմիններին։ Մենք սահմանադրական դատարանի որևէ դատավորից բացի դրանից, որ չունենք դիմում, սահմանադրական դատարանի որևէ դատավոր նախաքննական մարմնի կողմից չի ճանաչվել որպես ուժով կամ վկա, անգամ մենք ենք այս դատարանում միջնորդություն ներկայացրել մեղադրական եզրակացության մեջ նշված դատավորներին որպես ուժով ներգրավելու վերաբերյալ, ինչը չի բավարար, այսինքն հարց առաջանում, թե ում է ուղղված եղել իմ խոսքը, եթե դա որևէ մեկի վնասել է, եթե ուժովը գոյություն չունի։ Գոյություն չունի ենթադրել անձանկից ուժով սուբյեկտ, գոյություն չունի որևէ վկա, գործում միակ վկան հայտնի գրությունը գրած անձն է, որը պատվարժան դատարան, եթե վերստին նայեք գործի նյութերին, վկայի կարգավիճակում ներգրավել է գործում ինձ մեղադրանք առաջադրելուց հետո։ Այսինքն ամբողջ նախաքննության փուլում Սամվել Առաքելյանը որպես վկա չի ներգրավել, չի հարցակնվել եւ որ ինձ ներկայացրել են մեղադրանք, նոր դրանից հետո իրան ներգրավել են որպես վկա, կարճ ցուցմունք իրանից վերցնելուց հետո նախաքննությունը ավարտել են, առանձնացրել են մասով եւ ուղարկել դատարան։ Իսկ փաստացի կարող ենք ասել վկայի գոյություն չունի։ Ավելի, ինչ է պարզվում, որ 2025 թվականի օգոստոսի 19-ին նույն Սամվել Առաքելյան, այսինքն այս գործով միակ վկան, որը այդ պաշտոնից ելնելով ՍԴ աշխատակազմի ղեկավարի գրություն է գրել գլխավոր դատախազում, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Եվ հետաքրքիր է, որ նա պաշտոնից ազատվել է այս դատարանում 2025 թվականի մայիսի 14-ին վկայի կարգավիճակում հարցաքննվելուց հետո։ Քանի որ մեր դատական նիստերը, այդ թվում այդ օրվա նիստը ուղիղ եթերով հեռարձակվել է, ես հիմնավոր հասկացում եմ, որ նրա պաշտոնից հեռացման պատճառը դատարանում տված ցուցմունքներն են, որ նաև տեսել են դրա իրավական արժեքի ցածր լինելը, տես կարծիք ունեմ, նրան հեռացրել է զբաղեցրած պաշտոնից, որովհետև պաշտոնից ազատվելուց հետո նա ոչ թե առաջխաղացում է ունեցել, այլ պաշտոնի իջեցում, նշանակվել է սահմանադրական դատարանում նախագահի խորհրդական աշխատակցություն։ Հազարյան խոսեք առարկայական, վարույթի չվերաբերելի խոսում ես թույլ չեմ տա։ Թե ինչի են ազատել կամ ինչի են ընդունել աշխատանքից, դա դեռ մեղադրների հետ կապ չունի։ Պատվարժան դատարան, ես դա եմ ուզում հիմա ձեզ տեղեկացնել, որ ես գրավոր հարցում եմ ուղարկել նոյեմբերի 15-ին սահմանադրական դատարան պարզելու նրա ազատման պատճառները, որովհետև միգուցե նա պաշտոնից ազատվել է հենց այս վարույթի հետ կապված հանգամանքներով։ Ես ձեզ նախագուշացրեցի, հաջորդի պիտիրարեմ դատական սրտը շարունակել։ Պատվարժան դատարան, ներողություն եմ խնդրում, բայց անկախ նրանից թե կիսում եք, թե չենք կիսում պաշտպանելիս մոտեցումները, ես չտեսա նախազգուշացում Վարույթին չառնչվող հանգամանքների վերաբերյալ դատարանը ասեց, որ պետք է չարադառնալ։ Հիմա ով է Պատվարժան դատարան, ներողություն եմ խնդրում, ես որքան հասկանում եմ, համենայն դեպս պաշտպանյալս հաստատվում է դատարանի ուշադրությունն է հրավիրում, ինչ որ հանգամանքներ, որոնք կարող են արժանահավատության գնահատման վրա ազդել, այսինքն այս հանգամանքները ոչ թե Էդվարդ Բազարյանը ներկայացնում է իր անձնական հարաբերությունների հետ կապված, են կապում է գործի հետ, տվյալ դեպքում Սամվել Առաքելյանի ցուցմունքների գնահատման արժանահավատության տեսանկյունից, այսինքն խնդրում եմ դատարանի Դատարանը նախազգուշացրել է Սամվելի Կարապետյանին, հետևաբար որը այցեկել դա չի կարող առնչություն ունենալ, դա աշխատանքից ազատվել, դա չի ազատվել, դա դատարանի համար որևէ շնորհակալություն չի կարող։ Շատ ներողություն, այսինքն դատարանը եթե որևէ վկայի նախազգուշացնում է, դա նշանակում է բոլոր վկաների նախազգուշացված վկաների ցուցմունքները մենք պետք է որպես արժանահավատ Դատարանը դա գնահատում է, բայց հետագայում ինչ է եղել տվյալ վկայի գործունեության հետ ըստ էության մեղադրանքի կապ չունի։ Պատվարժան դատարան, շատ ներողություն եմ խնդրում եմ այս հարցը մենք քննարկենք։ Տեսեք, մեղադրանքի հետ առնչություն ունենալու հարցը այստեղ չի, այլ հարցը նա է, թե ինչպես է դատարանը գնահատում։ Տեսեք, դատարանը ինքը ասաց, որ ես գնահատում եմ վկայի ցուցմունքի արժանահավատությունը։
ցանկացած ապացույցի արժանահավատություն դատարանը գնահատում է ըստ քրեական դատավարության օրենսգրքի։ Ինչ գործոնների հիման վրա կարող է գնահատել։ Հիմա նորից ասեմ, այն գործոնները, որ Էդգար Ղազարյանի կողմից բերվում են, կարող է 10 հոգուց 9 չհամաձայնի, մեկը համաձայնի, բայց ամեն դեպքում սա պաշտպանական օրենքով չարգելված միջոց է եւ դատարանին ուղղակի քննչի դրություն է ուղղակի դիմում է շրջակայքում եւ պատասխանում տեսնենք ինչ է։ Ավելին ասեմ, պատվաժան Խնդրում եմ թույլատրել, որպեսզի մենք խոսենք արժանահավատության բացառապես դիրույթում եւ այս մասով քննչել դատարանին ուղղակի հստակեցնել։ Դե հենց այդ ապացույցների մասին է խոսքը, արժանահավատության։ Ես նաև այդ իմաստով դիմել եմ վարչական կազմին եւ վարչական դատարանը արդեն բարույթ ընդունել դիմումը VD 22-939-05-25 որոշմամբ եւ մայիսի 14-ին նշանակված է դատական լիստ։ Եվ եթե պարզվի, որ Սամվել Առաքելյանը պաշտոնից հեռացվել է այն պատճառով, որ նա ապօրինի գործողություն արել դատախազին գնություն գրելու իմաստով ինչի իրավունք ունենա չունել, ես կարծում եմ սա էական հանգամանք է դատարանի վերջնական վերդիկտ կայացնելու տեսանկյունից, որտեղ իմ կարծիքով նա պաշտոնից հեռացվել է այս ապօրինի գործողությունների հետևանքով, ինչը ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքով նախատեսված չի, նա ինքնագործունեությամբ զբաղվել է։ Եվ հետևաբար նա ես կարծում եմ սա էական հանգամանք է այս դատարանի համար, այս վարորդի շրջանակներում դա քննության առարկա։ Քանի որ դա մայիսի 14-ին է նշանակված լիստի, ես արդյունքների մասին դատարանի լրացուցիչ կզեկուցեմ։ Պատվաժան դատարանը նաև միաժամանակ ուզում եմ ասել, որ քանի որ այստեղ իրավական հիմք չկա, կարծում եմ, որ սա նաև սուբյեկտիվ գործոններով է պայմանավորված, անձնական կողմ, որովհետև ես ապօրինաբար եմ հեռացվել սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարելու հնարավորությունից եւ ինձ անմիջապես փոխարինել է Սամվել Առաքելյանը այդ պաշտոնում սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար, ես համերաշխեն եղել այդ որոշման հետ, բողոքարկել եմ, մենք նրա հետ անցել ենք դատական երկար քննությունների եւ վիճաբանությունների ճանապարհ եւ ես կարծում եմ, որ դեպքեր են եղել, որ ես նաեւ իր պաշտոնավարման շրջանում տեղեկատվական հարցումներ եմ ուղարկել ՍԴ, մերժում եմ ստացել, նրանք կապակցությամբ նույնպես եղել են դատական գործեր, այսինքն սա ոչ թե օբյեկտիվ հանգամանքներով, այլ ակնհայտորեն իմ նկատմամբ նրա ունեցած անձնական սուբյեկտիվ պատկերացումներով պայմանավորված գործողություն է եղել եւ իրավունքի հիմքեր չունի։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 7 փետրվարի առաջին մասի 3-րդ կետի դատարանը հանդես է գալիս որպես քրեական վարույթ իրականացնող մարմին, հետևաբար իրավասու է վարույթին առնչվող ցանկացած որոշում կայացնել։ Քրեական դատավարության օրենսգրքի 270-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է դատարանի իրավասությունը վարույթը կարգելու մասին որոշում կայացնելու իմաստով դատարանի ցանկացած փուլում այդ նաև հիմա Քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը սահմանում է նախնական իրավասություններից, հետևաբար 315 հոդվածը քրեական դատավարության օրենսգրքի սահմանում է դատարանի կողմից քրեական հետապնդումը դադարեցնելու եւ վարույթը կարճելու հարցի քննարկումը իրավահարաբերություններ։ Ես կարծում եմ, որ ներկայացված է մինչև հիմա, որ ապօրինի վարույթը նախաձեռնել հիմքեր չէ, արդեն բավարար է, որ հենց այս փուլում դատարանը այս վարույթը կարճի եւ այդ կապակցությամբ ես ներկայացնում եմ միջնորդություն։ Իմ ելույթի հաջորդ բաժինը վերաբերում է քրեական վարույթի ընթացքին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես իմ նախնական ելույթում դատարանի բավականին ծավալուն ամսաթվերով ներկայացրել եմ վարույթի ընթացքը, հիմա վերստի դատարանի չեմ ծանոթանում այդ մասով, բայց մի քանի կարևոր ամփոփումներ այնուամենայնիվ ուզում եմ ներկայացնել իմ եզրափակիչ ելույթում։ Դա վերաբերում է ժամկետներին, թե երբ նախաձեռնել այդ վարույթը, ինչպես է իրականացվել, վարույթային գործողություններ պատվաժան դատարանը։ Բացի Սամվել Առաքելյանի ներկայացրած տեսակետությունների վերծանումից, ուրիշ որևէ վարույթային գործողություն չի իրականացվել։ Ոչ այլ ապացույցներ են ձեռք բերվել, ոչ վկաներ են ներգրավել, ոչ հարցաքննություններ են կատարվել, ապացույցների համակցություն չի իրականացվել։ Այսինքն միայն ներկայացված տեսանյութերը քննիչը ուսումնասիրել է իր պատկերացումներով, հատվածաբար սղագրել է որոշ առնահայտություններ, անցել է հաջորդին, որևէ այլ վարույթային գործողություն չի իրականացրել։ Հետևաբար հարց առաջանում, ընդ որում այդ պահից, երբ որ նա արտավարույթային փաստաթուղթ ճանաչել տեսակետությունը, ուսումնասիրել է, արտահայտությունները արձանագրել է, մինչև ինձ մեղադրանք առաջադրել է, որևէ այլ գործողություն չէ, բայց այն մեղադրանք առաջադրելու միջնորդություն չեն արել։ Այսինքն, եթե նրանք իմ գործողությունները հանցավոր են համարում, եթե ուզում եմ անամ նոյեմբերի 7-ին, եթե դա ինքը արդեն ֆիքսել է,
Ինչի՞ է մեղադրանք առաջադրում Փետրվարի 21-ը, երբ այդ ընթացքում որևէ այլ իրավական գործողություն ինքը չի կատարել։ Տրամաբանությունը մի բան է նշում, որ իր արձանագրումների մեջ նա իրավախախտում չի տեսել։ Հակառակ դեպքում նա ցուցաբերել է ծառայական անփութություն, այսինքն տեսել է ակնհայտ հանցագործություն, բայց մեղադրանք չի առաջադրել, գործողություն չի արել։ Պատասխան դատա, ես կբերեմ մի օրինակ։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև վերջերս մի գրառում է կատարել Facebook-ում պատասխան Մկրտիչ Սրբազանի ձերբակալության օր բավականին խիստ ձևակերպումներով։ Գրառումը կատարելուց 20 րոպե հետո Ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները Ալեքսանդր Կոչուբաևի մեքենան կանգնացնում են փողոցում, իրեն տապալում են գետնին, հագցնում են ձեռնաշղթաներ, միանգամից տեղափոխում են քննչական կոմիտե, հարուցվում է քրեական բարույթ, իրան ներկայացնում է մեղադրանք, նույն օրը միջնորդում են դատարան, 2 ամսով կալանավորվում են։ Հոդվածը նույնն է, 490-րդ հոդված քրեական օրենսգրքի։ Ես ուրեմն հասկանամ, եթե իրավապահ մարմինները 490 հոդվածի վերաբերյալ նման գործողություններ են իրականացնում։ Ես live news-ից դուրս գալուց հետո ինչի չեմ ձերբակալվել, երբ որ ուղիղ եթերով ասել եմ այն ինչ որ ես մեղադրանքում վերացա։ Նշանակում է ամիսներ անց է որևէ գործողություն չեն նշանակում է բաց մի բան, որ իրավապահ մարմինները իմ գործողություններով ոչ մի իրավախախտում չեն տեսել։ Ընդ որում ոչ միայն քննիչը, այլ նաև մեր հարգարժան հանրային մեղադրողը, որը այս գործով եղել է նաև հսկող դատախազ։ 2024 թվականի դեկտեմբերի դատախազի պահանջով քննիչը այդ պահին վարույթի նյութերը տրամադրել է հսկող դատախազին։ Այդ պահին հսկող դատախազի տնօրինության տակ են եղել Սամվել Առաքելյանի գրությունը, կից սկավառակը բոլոր տեսանյութերով եւ քննիչի արդեն ասեղադրությունների են հատվածները ինչ-որ մեղադրական եզրակացության մեջ է։ Դատախազը ծանոթացել է եւ վերադարձել է քննիչին առանց որևէ հանձնարարականի։ Այդ քրեական գործերով ես ունեմ ձեռքի տակ գործի նյութեր, որ դատախազը վերադարձնում է հանձնարարականներով։ Այս գործողությունը կատարել, այստեղ որևէ հանձնարարական չկա։ Հիմա հարց, եթե դատախազը այն պաշտոնյան է, որը ինձ մեղադրանք կայացնելու որոշում է, մեղադրանք առաջադրելու որոշում է կայացրել։ Եթե ծանոթացել է գործի նյութերին, որոնք չեն փոխվել մինչև փետրվարի 21-ը ինձ մեղադրանք առաջադրել, բայց որևէ, նորից եմ գրում, որևէ ապացույց չի ավելացել այդ ընթացքում։ Դեկտեմբերի 2-ին, 4-ին, երբ որ իր տնօրինության տակ է եղել դատախազի նյութերը, չէ՞ բան չի կայացել որոշումը։ Այսինքն թողել են հանցագործի իր համար մնացել էր ազատության մեջ հանցագործությունները շարունակում անել։ Երբ որ ներկայացել էին դատարանում իմ խափանման միջոցը փոխել, ասում են Շենգավիթ վարչական շրջանի տարածքից թող դուրս չգա, լավ է դատարանը չբավարարեց այդ մասով։ Այսինքն, եթե իրենք այդ պահին գտնում են, որ եթե Շենգավիթ շրջանի տարածքից դուրս չգան կենտրոնում գնամ ատամնաբուժի, ապա նոյեմբերի 7-ից երբ որ արձանագրում են նույն փաստերը, մինչև 2025 թվականի փետրվարում էին սպասում։ Սա մի բան ուշում, պատվաշան դատա, որ իրենք չեն տեսել հանցանք։ Հետևաբար հարց առաջանում, իսկ ինչ եղավ պատճառը, որ փետրվարի 21-ի մեղադրանք առաջադրելու որոշումը կայացում։ Դա ինձ համար խիստ անհասկանալի է։ Եվ այդ ամեն ինչ որ ես ասում եմ, գործի նյութերում հստակ արձանագրված է։ Իսկ ինչ ասում, այդ իմաստով մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքը։ Պատասխան դատա, դուք ասում եք պրոֆեսիոնալ իրավաբանները մյուս կողմը առնվազն եւ պետք է ամեն ինչը մանրամասն ասել, բայց ես կարծում եմ, որ պրոֆեսիոնալ իրավաբանը այդ դեպքում պետք է հասարակ բարույթ չնախաձեռնել եւ որոշում չկայացնել մեղադրանք առաջադրելու մասին, բայց քանի որ կայացնել ինչի է ծիծաղում, ոտքի կանգնել, ինչ որ բան կա ծիծաղելու, չի կարելի, դատարանում է գտնվում, կխնդրեմ ձեզ սկսեք, լավ։ Ինչ ասում եվրոպական դատարանի ձևավորված կայուն նախադեպային իրավունքը։ Մեջ վերում է։ Քննություն իրականացնելու պարտավորությունը արդյունքի պարտավորություն չէ, այլ միջոցներ ձեռնարկելու պարտավորություն է։ Պարտադիր չէ, որ յուրաքանչյուր քննություն լինի հաջողված կամ հանգի մի եզրակացության, որը համապատասխանում է դիմումատուի կողմից նշված դեպքերի շարադրանքին, սակայն դրա միջոցով գործնականում պետք է հնարավոր լինի արձանագրել գործի փաստերը։
Դա նշանակում է, որ իշխանությունները միշտ պետք է ձգտեն բացել, թե ինչ է տեղի ունեցել, եւ չպետք է անեն հապճեր կամ անհիմն եզրակացություններ, իրենց քննությունը փակելու կամ դրանք իրենց որոշումների հիմք դարձնելու համար։ Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր ողջամիտ միջոցները, միջադեպի հետ կապված ապացույցները ձեռք բերելու համար, որը ինտերալիա ներառում է վկաների ցուցմունքները, փորձաքննությունը եւ այլն։ Սա վերաբերում է Վիրավյան ընդդեմ Հայաստանի 40-094-05-2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռին, Նալբանդյան ընդդեմ Հայաստանի թիվ 99-35-06 եւ 23-339-06 2015 թվականի մարտի 31-ի վճռին։ Քննության եզրակացությունը պետք է հիմնված լինի գործով առկա փաստերի ամբողջական, օբյեկտիվ եւ անկողմնակալ վերլուծության վրա։ Քննության ընթացքում կիրառման ենթակա միջոցները բացարձակ չեն սահմանում մեղադրելու կամ դատապարտելու համար եւ քննության ընթացքում ցանկացած խախտում կամ հանցանք կատարած անձին չհայտնաբերելը դիտվում է որպես արդյունավետության պահանջի խախտում։ Սա Բայրան ընդդեմ Թուրքիայի գործով 2009 թվականի մայիսի 26-ի վճռից մեջբերում է, ինչպես նաև Ռոնստան եւ ուրիշները ընդդեմ Նիդերլանդների 2007 թվականի մայիսի 15-ի վճռից որոշումներ։ Այդ որոշումների հիման վրա վերաքննիչ քրեական դատարանի թիվ ԵԴՄ 05-70-11-25 քրեական գործով 2026 թվականի փետրվարի 5-ի որոշման մեջ արձանագրել է, որ գործի հանգամանքների օբյեկտիվ լրիվ եւ բազմակողմանի քննություն կատարելը պետության պոզիտիվ պարտականությունն է, ինչը կարող է կատարված համարել, եթե վարույթ իրականացնող մարմինները գործեն պատշաճ ջանասիրությամբ, ձեռնարկեն համապատասխան միջոցներ ներկայացված հաղորդման վերաբերյալ հանգամանքները պարզելու ուղղությամբ եւ կատարեն մի շարք այլ անհրաժեշտ գործողություններ։ Եվրոպական դատարանի կողմից ձևավորված մեկ այլ նախադեպային իրավունքով քննություն իրականացնելու պարտականություն ներողություն, սա արդեն ներկայացրել։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման մեջ փաստել է, որ գործի հանգամանքների օբյեկտիվ լրիվ բազմակողմանի քննություն կատարելը պետության այլ գործում։ Այսինքն, եթե ստացել են գրություն, հաղորդում հանցագործության մասին, չեն կարող հիմնվել միայն այդ հաղորդումը տված մարդու էլեկտրոնային հղումների վրա, պետք է իրականացնի բազմակողմանիություն, ձեռք բերվեն այլ ապացույցներ, այդ ապացույցների համադրություն իրականացվի, վերլուծություն իրականացվի, եւ միայն այդ վերլուծությունների արդյունքում կայացվեն հիմնավոր որոշումներ։ Գործի նյութերը կկայուն, որ տվյալ պարագայում նման բան տեղի չունեցել։ Քննիչը վերցրել է Սամվել Առաքելյանի ներկայացրած այդ հղումները, նայել է տեսանյութերը, արձանագրել ու վերջում։ Մեղադրանքը կառուցված է միայն դրանց հիման վրա։ Բազմակողմանիություն, ամբողջականություն, վկաներ, ինչ լսեն, ես եմ չէ խոսք ասել։ Եթե պարտադիր չէր մի անգամից մեղադրանք արել, որպես վկա ներգրավեին գործում, իսկ բացատրություններ վերցնեին, իմ շարժառիթները հասկանային իմ խոսքի, ես ինչի համար եմ դա ներկայացրել, ինչ հանգամանքներում եմ ներկայացրել, ինչպես հաղորդման իմ քաղաքական մեկնաբաններին, ովքեր ինձ հետ երբեմն այդ զրույցները վարել են, իրենց որևէ համադրություն իրականացվեց, չկա նման բան։ Այսինքն ակնհայտ թերի գործի հետ մենք գործ ունենք վարույթի որակի իմաստով։ Եվ դրա հետ միասին պատվաժան դատարան ես վարույթի ընթացքում ականատես եմ եղել նաև իմ նկատմամբ ոչ իրավաչափ որոշումների եւ գործողությունների։ Ասենք օրինակ քննիչը որոշում կայացրեց այս մեղադրանք առաջադրելու պահին։ Իմ բջջային հեռախոս արտադրելու մասին։ Խիստ վիճարկելի որոշում, այսինքն որը ես հետագայում բողոքարկել եմ հսկող դատախազին, նաև թողել է ամբողջ։ Ասի հարց առաջանում։ Հեռախոսս ինչի է ուզում հիմա։ Հիմնավոր չէ, քննիչ այո, քննիչ իրավունք ունի կատարել վարորդային գործողություն, հետո նաև ապացույցներ ձեռք բերելու, բայց քննիչին օրենք է իրավունք ինչի համար է տվել։ Իր ֆունկցիաները արդյունավետ կատարել, ոչ թե անիրավի մարդու իրավունքները սահմանափակելու համար։ Պատվաժան դատարան ժամանակակից պայմաններով այս սարքը, որ մենք օգտագործում ենք, դա միայն բջջային հեռախոս չի։ Դա է համակարգիչ աստիճան, որտեղ ներգրված հավելվածները մեր կյանքի բնականon գործունեություն են ապահովում։ Օրինակ ես այստեղ ունեմ բանկային հավելվածներ։ Իսկ անկախի շրջանառության մասին օրենքից հետո, որ 22 թվին արդեն ուժի մեջ է հունիսի, իմ
փոխանցումներ, անկախիկ վճարումների, սա միջոցով եմ անում։ Ստեղ կա տեսելի հավելված, որով ես քաղաքում տեղաշարժում եմ այդ տոմսեր էլեկտրոնային այդ համակարգի միջոցով եմ։ Այսինքն սա բազմաֆունկցիոնալ սարք է։ Հիմա ես ուզում եմ իմանալ, այդ սարքը ինձնից ինչի է վերցնում քննիչը իմ կենսագործունեությունը խաթարի, եթե ինձ ներկայացված մեղադրանքը վերաբերում է 2024 թվականի հոկտեմբերին արտահայտած մի տեսակետին, որը YouTube-ում արտա է։ Ինչ է ուզում դրանով անի։ Ակնհայտ իմ նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորում, ինչի մասին որ Մելիքյանն ասաց իր ելույթում։ Բացի դրանից, ասենք, ես հայտնում եմ, որ հեռախոսը իմ մոտ չի, խուզարկում են ինձ։ Ու դենց էլ հեռախոսը մնում է իմ մոտ, բայց այդ հեռախոսը ձեզ պետք է։ Ինչի հետագայում որևէ քայլ չձեռնարկեցիք, եթե այդտեղ այդքան կարևոր ապացույցներ, օպերատիվ տեղեկություն, ի վերջո դա արգելավելու վերաբերել։ Որևէ քայլ չեն արել, նշանակում է դրանց պետք չէ, ուղղակի պետք է այդ պահին ինձ զրկել կենսական գործունեության հնարավորությունից, հաղորդակցվելու հնարավորությունից, որտեղ ստե նաև իմ Facebook-ի հավելվածն է, որտեղ ես ամենօրյա հրապարակախոսական գործունեություն եմ ծավալում։ Այսինքն խտրական կամ միշտորդությունը դատարան իմ իրավունքները սահման իրավես ոչ մի բան չի եղել։ Միանգամից այնպիսի սահմանափակումներով էր քննիչը գնացել դատարան։ Մենակ անմիջապես հաջորդ օրը որ գործիքների նայեք պատվաժան դատարան։ Իսկ մեղադրանք առաջադրելուց անմիջապես հետո շտապել է դատարան։ Դե գրում ասում, եկա դատարան գիշերը ժամը 22-ից քանիս էր դատարանում մարդ չկար, առավոտը գործը հանձնում է դատարան խափաման միջոցի։ Շաբաթ օր, Zoom Ցրտի մնացել դուսը, փաստորեն որտեղ չի գրում, որ գնացի տուն, հետո նորից եկա դատարան։ Իսկ մի գործիքների, որ նայում ես 10 օրինքը մնացել է դատարանի, ինչի, այսինքն ինչ եմ արել ես, որ այդպես շտապողականություն է ցուցաբերում։ Ակնհայտ խտրական վերաբերմունքի դրսևորում է, որը որ անձնական չգիտեմ ինչ շարժառիթներ կարող ունենա։ Ես չեմ կարողանում հասկանալ օրենք հանրային մեղադրողի անձնական շահագրգռվածությունը, որովհետև դատարանում ես տեսել եմ, որ նա գործածել է, ասենք, բավականին թանկարժեք սարք նյութեր օգտագործելու համար համակարգիչ եւ այլն ես հարցում եմ իրականացել դատախազություն թե պարոն Ավետյանին ծառայական ինչ միջոցներ է հատկացված իր ֆունկցիաները կատարելու համար պարզվում է որ բջջային հեռախոսներն հատկացված չի եւ այն համակարգիչը որը օգտագործել է իրան հատկացված չի եղել Դատարանը ձեզ կրկին նախազգուշացնում է եւ վերջին անգամ է նախազգուշացնում վարույթին չարնչվող հանգամանքների մասին, եթե դուք խոսեք, դատարանը սահմանափակի եւ կդնի ժամային որոշակի ժամանակահատված, որի արդյունքում այդ ընթացքում պետք է ելույթ ունենալ շարունակել։ Ասում եմ իմ ելույթի հաջորդ մասին, որը կոչվում է մեղադրական եզրակացության բովանդակություն։ Դրա վերաբերյալ Պատվաժան մեղադրական եզրակացությունը պետք է լինի լակունիկ, հստակ, հղում պարունակի իրավական աղբյուրների եւ վերլուծությունը լինի ըստ իրավական նորմերի որոշակի հղումներով։ Դա չի կարող լինել վերացական, ստեղծագործական շարադրություն։ Ցավոք սրտի, մեր ինձ վերաբերող մեղադրական եզրակացությունը, որը ներկայացվել է դատարան, ավելի շատ գեղարվեստական ստեղծագործություն է հիշացնում, քան իրավական։ Հիմնավորը։ Երրորդ էջում մեղադրական եզրակացության մեջ մեղադրողը հանրային մեղադրողը գրում է։ Այսպիսով, Էդգար Ղազարյանը սահմանադրական դատարանի իդեմս դատավորների, որպես սահմանադրության երաշխավորի, ում դերը հիմնարար է օրենքի գերակայության վրա հիմնված պետությունում, դատավորները Ուրեմն սահմանադրության երաշխավորի ֆունկցիա սահմանադրական դատարանը չունի։ Պատվաժան դատարանների 80 թափելու համար ուրեմն իրեն իրավական համարով Էդգար Ղազարյանից վերագրում ամանել, որ ես չեմ արել եւ չէի կարող գնկովարել, մեղադրական եզրակացության մեջ ես ոչ մի բան չեմ նշել, որովհետեւ այդ հաստատումը կազմել է քննիչը, նման լիազորություն դատախազը չունի, խնդրում եմ այլևս ինչ չվերագրել անել, որոնք ես չեմ արել։ Հանրային մեղադրող դատարանը ձեզ նույնպես նախազգուշացնում է առանց նախագահողի համաձայնության եւ թույլտվության հայտարարություն կատարելու եւ մեղադրյալի եզրակացիչ ելույթը ընդհատելու դեպքում դատարանը կկիրառի դատական սանկցիա։ Շարունակեք պարոն Ղազարյան։ Պատվաժան դատարանի ձեռքի տակ է մեղադրական եզրակացությունը, որը հաստատել է պարոն Ավետյանը եւ կարող է չհաստատել այն եզրակացությունը, որը ներկայացվել է կատարել դիտողություններ, ուղումներ եւ ինքնապատասխանատվություն կրում այս ամեն ինչ, որ ներկայացվել է դատարանի այս փաստաթղթերն եմ աշխատում։ Մեջբերումները այդ փաստաթղթերից։ Սահմանադրական դատարանը սահմանադրության երաշխավորի ֆունկցիա չունի։
ես սահմանադրական դատարանի դերը օրենքի գերակայության վրա հիմնված նման որևէ իրավական ձևակերպում գոյություն չունի։ Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 167-րդ հոդվածի սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատություն է իրականացնում։ Սահմանադրական դատարանը ապահովում է սահմանադրության գերակայությունը։ Այսինքն այստեղ մենք գործ ունենք իրավաբանորեն ոչ ճիշտ եւ վերացական գրառում։ Եթե սա լիներ մի հատ ենթադրենք գիտաժողովի նյութերի թեզիս, ես մասնագիտորեն կջախջախեի այս թեզիսները։ Բայց քանի որ սա ներկայացված է դատարանի որպես ինձ մեղադրական եզրակացություն, ես ունեմ հասկանամ ինչի է այդպես փոխվում դատարանի ֆունկցիան, այս ձևով ներկայացում, ավելի մեծ բաներ նշանակություն տրվում դրան, իմ հանցանքը մեծացնելու համար, ակնհայտ այդ միտում ունի, բայց դա իրավական հիմնավորում չունի։ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի առաջին հոդվածում ասում է, որ հողում անելով սահմանադրության 167-րդ հոդվածի առաջին մասին սահմանադրական արտադրությունը իրականացնում է սահմանադրական դատարան ապահովելու սահմանադրության գերակայությունը։ Մեղադրական եզրակացության մեջ պատվաժաններ կան։ Հիշատակվում են ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանի, Արման Դիլանյանի, Սեդա Սաֆարյանի, Դավիթ Խաչատուրյանի եւ Հովակիմյանի անունները եւ առանձնացված արտահայտությունները, որոնք կան մեղադրական եզրակացության մեջ, մասնավորապես Սեդա Սաֆարյանի եւ Հովակիմյանի վերաբերելի ոչ մի արտահայտություն գոյություն չունի։ Այսինքն մեղադրական եզրակացության մեջ ասում որ ինքը ես դատավորների հասցեին ինչ-որ բան ասել, բայց որ մեղադրական եզրակացության մյուս հատվածներն եք նայում, Սեդա Սաֆարյանի կամ Հովակիմյանի անուն ոչ մի տեղ, ոչ մի առիթով տրված չի եւ արձանագրված չի։ Չգիտեմ թե սա ինչի համար արվել է, սա որակի խնդիր է, թե դիտավորության խնդիր է։ Էդգար Շաթիրյանի անունը այդ հատվածում չի հիշատակվում, բայց առանձնացված արտահայտություններից մեկի մեջ դրա վերաբերյալ որևէ հիշատակում կա։ Ես չգիտեմ, բայց ինչի չի առանձնացվել այդ դատավորի իմաստով։ Մեղադրական եզրակացության մեջ խոսվում է մեջբերում։ Նրանց վերաբերյալ նկատի դատավորներին հրապարակվել են արատավորող տեղեկություններ, որոնք չեն հիմնվել հաստատված փաստերի, այլ ակնհայտորեն գերազանցել են անձի արտահայտելու ազատության բացասական կարծիքի իրավաչափության սահմանները եւ հրապարակային խոսքով արտահայտված կանխամտածված գործողություններով հետապնդել են սահմանադրական դատարանի դատավորների մասնագիտական արժանապատվությունը համբավ արատավորելու դատարանի նկատմամբ հասարակության հարգանքը եւ վստահությունը նվազեցնելու նպատակներ։ Բայց ես ունեմ հասկանում, ես ինչի հիման վրա եմ եկել այս եզրահանգումները։ Այսինքն իմ նպատակների մասին քննիչը կամ իր եզրակացությունը հաստատած հանրային մեղադրողը որտեղից են իմ ասել, եթե իրենից չեն հարցակնել որպես վկայի կարգավիճակ, անմիջապես մեղադրանք են առաջադրել։ Կամ ասեք, որտեղից է որ սահմանադրական դատարանի համբավը իմ ելույթներից հետո համբավը եւ հարգանքը նվազել է, ով է չափել դա, ինչից է, այսինքն ստացվում է, որ մեր երկու սահմանադրական դատարանի հեղինակությունը համբավը լայվ նյուզում իմ հարցազրույցից է կախված, լավ բան ասել հեղինակություն կբարձրացնի, վատ բան ասել ճիշտ։ Կարելի է նաև կարծիք հայտնել, որը հասարակության վրա ոչ մի ազդեցություն նաև չթողնի, եւ իմ կարծիքով չի էլ թողել, եւ չէ կարա թողնել, եւ ապացուցված չի, որ թողել է որևէ ձևով։ Իսկ իմ նպատակները թե ինչպիսին են եղել, այդ միայն ես կարող եմ ասել, կամ եթե ինձ է մեղադրվում, ապա այդ նպատակների մասին հիմնավորումներ, ապացույցներ պիտի ներկայացնեն, ինչ որ բացակայում ամբողջությամբ։ Ուրեմն իմ բոլոր գնահատողական դասությունը հիմնված չի փաստերի վրա։ Պատվաժան դատարան իմ բոլոր սրանք ես ինչ-որ ներկայացրել եմ իմ խոսքի մեջ, դրանք ոչ թե արատավորող տեղեկություններ են, ոչ թե վիրավորանք են, ոչ թե զրպարտություն են, այլ գնահատողական դատողություններ են, որոնք հենց հիմնված են փաստերի վրա։ Այսինքն ես ներկայացնում եմ փաստ, եւ այդ փաստի վրա ներկայացնում եմ գնահատողական դատողություն եւ այն հրապարակային խոսքով ներկայացնում եմ հրապարակային խոսքին բնորոշ արդյունավետ միջոցներով։ Բայց դա որևէ դեպքում չի կարող դիտվել որպես արատավորող տեղեկություն, որևէ դեպքում։ Մեղադրական եզրակացության մեջ պատվաժան դատարան Արման Դիլանյանը հիշատակվում է որպես սահմանադրական դատարանի նախագահ։ Նույն եզրակացության մեջ Վահե Գրիգորյանը հիշատակվում է որպես սահմանադրական դատարանի փոխնախագահ։ Ես ուզում եմ իմանալ,
քննիչ կամ դատախազը որտեղից է իմացել, որ Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի նախագահ կամ Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի փոխնախագահ, որտեղ նման պաշտոնական տեղեկություն գոյություն չունի, որտեղ Սահմանադրական դատարանը Արման Դիլանյանի Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու աշխատակարգային որոշում չի կայացրել, Վահե Գրիգորյանի Սահմանադրական դատարանի փոխնախագահ ընտրելու մասին աշխատակարգային որոշում չի կայացրել։ Ես որպես իրավաբան ուզում եմ իմանալ այդ իրավաբանները որտեղից են, որտեղից գիտեն, եթե որևէ մեկը գիտի, որ Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի նախագահ է, այդ տեղեկատվության աղբյուրը ո՞րն է, ես էլ իմանամ։ Հիմա կարդում եմ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի երկրորդ մասը։ Սահմանադրական դատարանը իր կազմից 6 տարի ժամկետով ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ եւ փոխնախագահ առանց վերընտրվելու իրավունքի։ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն Սահմանադրական դատարանը գործերը դատաքննության նախապատրաստելու եւ դատաքննության հարցերով, ինչպես նաեւ ուշադրություն իր գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ։ Աշխատակարգային որոշումների ընդունման կարգի առանձնահատկությունը սահմանվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով։ Սահմանադրական դատարանի աշխատակարգը սահմանում է, որ աշխատակարգային որոշումները կայացվում են Սահմանադրական դատարանի նիստում կամ աշխատակարգային նիստում։ Աշխատակարգային նիստերը արձանագրվում են եւ արձանագրության պահանջներից մեկն է, որ արձանագրության մեջ նշվում են Սահմանադրական դատարանի այն աշխատակարգային որոշումները, որոնք կայացվել են որոշման համարներով եւ հիմնական բովանդակությամբ։ Նման որոշում Սահմանադրական դատարանը չի կայացրել, պատասխան դատարան Սահմանադրական դատարանի որոշումները, աշխատակարգային որոշումները, դատական կազմերի որոշումները հրապարակված է Սահմանադրական դատարանի կայքում, որը ՍԴ որոշումների հրապարակման պաշտոնական աղբյուր է հանդիսանում։ ՍԴ-ի կայքում մինչ օրս բացակայում է Արման Դիլանյանի ՍԴ նախագահ ընտրելու եւ Վահե Գրիգորյանի ՍԴ փոխնախագահ ընտրելու մասին որոշումները։ Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով սահմանում է, որ անհատական իրավական ակտ է հանդիսանում նորմատիվ իրավական ակտի հիման վրա եւ դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտը, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետևանքներ եւ վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց։ Հայաստանում բոլոր պաշտոնյաները, ովքեր զբաղեցնում են այս կամ այն պաշտոնը, ունեն իրենց պաշտոնի զբաղեցնելու վերաբերյալ անհատական իրավական ակտ։ Սահմանադրական դատարանի նախադեպը հուշում է, որ Սահմանադրական դատարանը նման հարցերով կայացրել է աշխատակարգային որոշում, մասնավորապես 2025 թվականի տեղի ունեցած Սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանն ունի նախադեպ ՍԴ փոխնախագահ ընտրելու վերաբերյալ, ըստ որի ՍԴ դատավոր Վոլոդիա Հովհաննիսյանը Սահմանադրական դատարանի 2018 թվականի ապրիլի 10-ի Սահմանադրական դատարանի փոխնախագահ ընտրելու մասին թիվ ՍԴԱՕ գիծ 25 աշխատակարգային որոշմամբ ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ։ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում, որը Սահմանադրական դատարանի տեղեկատվության աղբյուր է, Արման Դիլանյանի եւ Վահե Գրիգորյանի վերաբերյալ համանման որոշումներ բացակայում են։ Այս պահի դրությամբ բնության մեջ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելու վերաբերյալ բնության մեջ գոյություն ունի երկու իրավական ակտ, երկուսը կայացրել ազգային ժողովը։ Մեկով Գագիկ Հարությունյանը ընտրվել ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի նախագահ, որի լիազորությունները օրենքով սահմանված կարգով դադարեցվել են, որից հետո ազգային ժողովի 2018 թվականի մարտի 21-ի թիվ HO-009-ա որոշմամբ ՍԴ նախագահ է ընտրվել Հրայր Թովմասյանը, որի լիազորությունները ՍԴ նախագահի պաշտոնից դադարեցնելու վերաբերյալ որևէ այլ նմանատիպ անհատական իրավական ակտ չի կայացվել։ Այսինքն, եթե որևէ իրավաբան հիմա ասել, որ այս պահի դրությամբ մեղադրանք առաջադրել, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, դա կարելի է համարել հիմնավոր տրամաբանական պնդում։ Բայց որ Արման Դիլանյանն է ՍԴ նախագահ, նման բան գոյություն չունի։ Սա պատվարժան դատա։ Ինչով է կարևոր։ Սա խոսում է ոչ միայն մեղադրական եզրակացության որակի մասին, այլև ուղիղ առնչություն ունի ինձ ներկայացված մեղադրանքի հետ,
Որովհետև ինձ ներկայացված մեղադրական արտահայտությունների մեջ ասում եմ, որ սահմանադրական Էդգար Ղազարյանն ասել է, որ սահմանադրական դատանի դատավորները ապօրինի են պաշտոնավարում։ Եվ սա համարվել է որպես արատավորող տեղեկություն իրաց հասցեին, բայց սա հակառակն է, որովհետև այդ նույն հարցազրույցներում, որտեղ ես իմ խոսքը հնչեցրել եմ, միաժամանակ ասել եմ, որ դա ապօրինություն կա եւ խնդրում եմ իրավապահ մարմիններին, որպեսզի իմ այս ելույթը ընդունեին հաղորդում հանցագործության մասին։ Այլ բան է, որ իրենք ծանոթացած չլինեին այդ հարցազրույցներին, բայց եթե նրանք ոչ միայն ծանոթացել են, այլ նույնիսկ նստել սղավերել են այդ արձանագրությունները, որտեղ ես ասում եմ հաղորդում ընդունեին, մարդը սահմանադրական դատանի նախագահը հռչակի, բայց այդպես որոշում չկա։ Գնացեք պարզեք դրա, որովհետև քրեական օրենսգրքի 415-րդ հոդվածը սահմանում է իշխանության յուրացման հանցակազմ։ Իշխանությունը զավթել է բռնության գործադրելու կամ բռնության գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով հանրապետության նախագահի ազգային ժողովի կառավարության կամ սահմանադրական դատանի լիազորությունների տիրառանը պատժում ազատազրկում 10-ից 15 տարի ժամկետով։ Բայց ասում եմ, բայց փաստ ունեմ, որ ապօրինություն կա, փոխարեն բարի նախաձեռնենք գնան դրա հետևից։ Եկել են ինձ են մեղադրանք առաջադրում, որ ես հաղորդում եմ ներկայացնել հանցագործության մասին։ Եվ ասում եմ, որ արատավորող տեղեկություն ես տալ են դեպքում, երբ որ առանց փաստերի, ոչ թե առանց փաստերի, սրանից էլ ավելի փաստեր ո՞նց է լինի։ Այսինքն սա ուղիղ կապ ունի ոչ միայն որակի մեղադրական եզրակացության, որով ես պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեմ, այլ նաև ինձ ներկայացված մեղադրանքի ես բովանդակության հետ, հենց դեռ կա նաև ուղիղ հակադրություն։ Հիմա առանձնացված արտահայտությունները, ինչ արտահայտություններ են առանձնացվել։ Նման տեսակետ կարող է ունենալ կամ տգետը, կամ գիտակցված դավաճանը, այլ տարբերակներ գոյություն չունի։ Մյուսը, վերջիններս պետական դավաճանները, վարձկան աղավտիքիչներ, ապօրինության հետևանքով այնտեղ հանդրվանած կազմակերպված հանցավոր խմբի անդամներ, որոնք ծառայում են թշնամուն։ Հաջորդ արտահայտությունը։ Սահմանադրական դատանը կայացրել է բացարձակ ապօրինի որոշում եւ այդ որոշմամբ դատանը վերածվել է քաղաքական բուդկայի։ Դատավորներ Վահե Գերիքոյան, Դավիթ Խաչատուրյանի մասով կարծիքի վերաբերյալ որոշումը անվանել է առնչինչ բովանդակային առումով դատարկություն, նշելով, որ անկախության հռչակագիրը չի կարող փոփոխման ենթարկվել, իսկ նման տեսակետ կարող է ունենալ տգետը կամ գիտակցությունը կրկնում է նույն ինչի դեմ չի կրկնում։ Արման Դիլայանի վերաբերյալ դա դատավոր չէ, այլ հանդես է գալիս որպես վարձկան աղավտիքիչ։ ՍԴ-ի մասին ՔՊ իրավական վերասենյակը, որտեղ կայացում են քաղաքական որոշումներ։ Վահե Գերիքոյանի մասին վերջինս սահմանադրական դատանի դատավորը դրվել է ապօրինաբար չի ստանում ստացիոնար բուժում։ Առանձնացված արտահայտությունները պատվարժան սա էլ է շատ կարևոր, վերաբերում են 9 դրվագների, այսինքն մեղադրական եզրակացության սկզբնական մասում ավելի քիչ են, քան այն բացատրական մասում, դեռ ավելի շատ, չգիտեմ ինչի, դեռ ավելի շատ են նշել։ Բայց ինչն է կարևոր, 9 դրվագ կան ընդհանրանում, որից 7-ը արդեն սահմանադրական դատարանի որոշումը կայացնելուց հետո եմ ես խոսել։ Իսկ սահմանադրական դատարանի որոշումները համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության դրանք վերջնական են, ուժի մեջ են մտնում հրապարակման պահանջ, այսինքն կայացված որոշման վերաբերյալ, որը հնարավոր չի բողոքել, բացի կարծիք արտահայտելուց, որը որոշման վրա չի ազդելու, ուրիշ որևէ կերպ հնարավոր չի դրան արձագանքել։ Հիմա 7 դրվագ նորից եմ ասում, արդեն իմ ելույթը առհասարակ հարցազրույցն է եղել է ՍԴ-ի որոշումից հետո։ Հետևաբար որևէ կերպ չէի կարող անդրադառնալ սահմանադրական դատանի դատավորի, դատարանի գործունեության, կարծիքի ձևավորման վրա եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում այդ արտահայտություններին, պատասխան դատարան ձեր արդար որոշմամբ դատարանում ապացույցների ուսումնասիրության ժամանակ ապացույցը հետազոտվել է ոչ միայն այդ առանձնացված արտահայտությունների մասով, այլ ամբողջական տեսակետությունների։ Այսինքն, եթե նույնիսկ ամբողջական տեսանյութերը չեն վերահեռարձակվել, ապա դատարանը համարել է, որ ամբողջական տեսանյութերն են համարվում որպես ապացույց հետազոտված։ Իսկ այդ ամբողջական տեսանյութերը ինչ են վկայում, որ այս արտահայտությունները կոնտեքստից կտրված են։ Այս արտահայտությունները դրանք առնվազն 1 ժամանոց իմ հարցազրույցից առանձնացված 1 նախադասություն են։ Մնացած ամբողջ 1 ժամվա ընթացքում
Ես իմ հարցազրույցների ընթացքում տալիս եմ հիմնավորումներ, մանրամասն պարզաբանումներ, անգամ այս արտահայտությունների փոխաբերական իմաստն եմ ներկայացնում։ Օրինակ, եմ որ առանձնացված ասում է Վարդան ահաբեկիչներ։ Ես այնտեղ ասում եմ, որ նրանք դրանով ահաբեկում են մեր պետությանը, մեր ժողովրդին, այսինքն պետության, ոչ թե պիտի բառը ընկալվի իր ուղի իմաստով, որով ասենք օրինակ Վարդան ահաբեկիչն են սիրիացի մարտահրավերները, որոնց վերջերս արտադրության նախարարը հանձնեց Թուրքիայի, այսինքն դրանք կոնկրետ Վարդան ահաբեկիչներ են, որոնք ձերբակալվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։ Խոսքը ոչ թե վերաբերում է այդ տիպի Վարդան ահաբեկչի պատերազմական գործողության մասնակցած զինված, այլ իմ խոսքը վերաբերել է համեմատական, որը ահաբեկում է պետությանը։ Իսկ այդ իմաստով է ներկայացված, հետևաբար դա չի կարող դիտվել արատավորող տեղեկություն դատավորի մասին։ Դա հրապարակային խոսք է, որը նորից եմ ասում, իմ նույն հաղորդման մեջ տալիս եմ բոլոր այդ արտահայտությունների ամբողջական բացատրությունները եւ մեկնաբանությունները, որից այդ հարցազրույցները լսող մարդու մոտ շատ հստակ կարծիք է ձևավորվում։ Շատ հստակ կարծիք է ձևավորում, թե խոսքը ինչի մասին, այսինքն այնտեղ խոսքը չի վերաբերում կոնկրետ դատավորների մասին արատավորող տեղեկությունների։ Կամ ենթադրենք, այն դեպքը, որ ասում է դավաճաններ են կամ այլ տարբերակ տգետ են կամ դավաճան, դե պարզ է, որ տգետ դատավորը չի կարող լինել, որտեղ օրենքով պահանջներ կան, մասնագիտական, կրթության եւ այլն։ Ինչ վերաբերում ասենք դավաճանությանը, սենց մի բան է, իսկ չի կարող ենթադրենք դատավորի պաշտոնը զբաղեցած մարդը նաև դավաճանություն է։ Ինչի տեսականորեն կարա նաև դա այդպես լինի։ Քրեական օրենսգիրքը պետական դավաճանության հանցակազմը, երբ որ նկարագրում է, այդ նկարագրության մեջ է նաև թշնամու կողմը անցնել։ Այսինքն թշնամուն հաջող գործողություններ կատարել նաև պաշտոնական դիրք օգտագործելով։ Ընդհանուր որպես կանոն պետք է նման բան չլինի։ Բայց ով ասում, որ այդ կանոնը միշտ գործում է, կարա լինի նաև դավաճանության ենթադրել հանցանքի դեմ։ Եվ այդ դեպքում ես ուզում եմ հասկանամ, ինչի է իմ խոսքը ընկալվում ոչ թե որպես հաղորդում հանցագործության մասին ենթադրել հանցագործության հատկանիշով, այլ ներկայացնում է որպես արատավորող տեղեկություն ինձ մեղադրանք ներկայացնելու համար։ Պատասխան դատան, երբ որ ես դատանի միջնորդություններ էի ներկայացնում ապացույցներ լրացուցիչ ապացույցներ ներգրավելու մասին, ես դա մանրամասն ձեզ ներկայացրեցի, ասենք օրինակ կոնկրետ սահմանադրական դատանի դատավոր Վահե Գրիգորյանի զինվորական ծառայության պատմության վերաբերյալ, որ նա իր ծառայությունն անցկացրել Արցախի պաշտպանության բանակում, պաշտոնական փաստաթղթերի եւ այլն, եւ հիմա ինքը իր որոշման մեջ, որտեղ ստեղ ինքը զեկուցող դատավոր է եւ նաեւ հատուկ կարծիք ներկայացրած դատավոր է, ըստ էության համարում է, որ իր զինվորական ծառայության վայրը դեռևս 91 թվականից համարվում է Ադրբեջանի Հանրապետության տարածք։ Հիմա հարց առաջանում, բայց եթե մարդը 98 թվականից ծառայել է այդ տարածքում որպես Հայաստանի զինված ուժերի ծառայող, զինծառայող, ինչ գործողան ունեցել ունդեր։ Հիմա եթե նա այդ տեսակետը փոխել է, եւ այդ տեսակետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մեր երկրի համար անվտանգային սպառնալիք ներկայացնող երկրի Ադրբեջանի պաշտոնական տեսակետի, ես հիմա էլ կարծում որ դա մեջ ենթադրել դավաճանության ենթադրել հանցանքի տարեր ապահովելու։ Եվ սա պիտի դառնա քննության առարկա։ Մի րոպե դատարանը ձեզ ընդհատում։ Այսինքն դուք պնդում եք, որ հիմա էլ եք այդպես կարծում։ Պատասխան դատարան, ես ասում եմ, որ նման հարցերը կարող են քննության առարկա դառնալ այլ տեսանկյունից։ Այսինքն ես ունեմ անհանգստություն, թե ինչի է Արցախի պաշտպանության բանակում զինվորական ծառայություն անցած անձը հիմա համարվում, որ այդ 91 թվականից իր ծառայության վայրը համարվում Ադրբեջանի Հանրապետության տարածք։ Սա պետք է քննության առանձին քննության առարկա դառնա։ Ես հիմա չեմ կոնկրետ պնդում, որ դա իմ համար ապացուցված տեղեկություն է, բայց ես կարծում եմ, որ սա ճշտման ենթակա տեղեկություն է, որը պետք է ստուգվի։ Այսինքն ոչ թե պետք է իմ հրապարակային խոսքը ինձ ներկայացվի որպես արատավորող տեղեկություն դատավորի մասին, այլ ստուգման ենթակա տեղեկություն։ Նայեք, որ վերաբերում է քաղաքական բուդկայի, պատասխան դատան, մեր պաշտպաններները իրենց խոսքում ասել են քաղաքական բուդկա արտահայտության
բովանդակության հեղինակը ես չեմ։ Այդ եզրույթը առաջին անգամ սահմանադրական դատարանի մասին խոսալուց գործածել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շատ լավ, ձայնը դեպի բարձրացրեք եւ դե շատ լավ լսում։ Կներեք, այդ կարող է հետագական ուզում կա։ Առաջին անգամ այդ եզրույթը գործածել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական դատարանի մասին խոսելուց։ Ընդ որում հարցազրույցի մեջ, որ ես խոսում եմ այս եզրույթը նորից որ հղում եմ անում հեղինակին։ Այսինքն հարցազրույցի մյուս հատվածներում ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ դա քաղաքական բուտկա է։ Եվ ստեղ կապելով դա ենթադրենք դեպքում ՔՊԻ իրավական դերասենյակ։ Ինչով եմ ես դա հիմնավորում, որ սահմանադրական դատարանի կազմի այդ պահի դրությամբ 9 դատավորներից 7-ը ընտրվել են բացառապես ազգային ժողովի քաղաքացիական պայմանագրի խմբավորության պատգամավորների քվեարկության հարցում։ Այսինքն մյուս խմբավորությունների պատգամավորները նույնիսկ կողմ կամ դեմ չեն քվեարկել, այսինքն միայն նրանք են ընտրել։ Այսինքն կա, ես ինչ եմ ասում, սա ոչ թե արատավորող տեղեկություն է, այլ գնահատողական դատողություն, կարծիք հիմնված փաստի վրա, այսինքն ես ունեմ իրավական փաստ, որ մարդը ընտրվել է սահմանադրական դատարան, ենթադրենք Էդգար Շաքիրյանը կառավարության կողմից առաջադրվել է, ես ազգային ժողովի միայն քաղաքացիական պայմանագրի խմբավորության կողմից ընտրվել է սահմանադրական դատարանի դատավոր, եւ ոչ միայն ինքը, նաեւ մյուս դատավորները։ Եվ ինչի եմ սա կապում իր հետ, որովհետեւ նրանք կայացրել են որոշում պատվարժան դատարան, խոսքը հենց են այս մեղադրանքի հիմք հանդիսացող որոշման Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների կանոնակարգի, որով որ ըստ սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի տված հատուկ կարծիքի, որը դատարանը ներկայացրել է որպես ապացույց եւ ճանաչվել է որպես ապացույց, սահմանադրական դատարանը պիտի առհասարակ բարություն ուներ։ Սահմանադրական, որովհետեւ դա չի համապատասխանում սահմանադրության վավերացման ենթակա միջազգային պայմանագրերին։ Դրա հայերային գործածումը Ադրբեջանում նախագահի կողմից է միայն հրամանագրով ստորագրվել հրապարակել։ Ադրբեջանում այդ նույն փաստաթուղթը սահմանադրական դատարանում քննության առարկա չի եղել եւ Մինի Մեջլիսի կողմից չի վավերացվել։ Դա արվել է միայն Հայաստանում։ Եվ ինչի համար է դա արվել, որովհետեւ դրա բովանդակության մեջ կան սահմանադրական դատարանի դիրքորոշումներ, որոնք վերաբերում են անկախության հռչակագրին, հայոց ցեղասպանության վերաբերյալ պետության քաղաքականության հիմնադրումների եւ այլ խնդիրների, որոնք այդ կանոնակարգի իրավակարգավորումների դաշտից դուրս են եղել եւ դրա վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքում։ Այսինքն իմ ներկայացած մոտեցումները հրապարակային խոսքում դրանք առավել քան փաստերի վրա հիմնված իրավական գնահատականի դատողությունները եզրահանգումներ են, այլ ոչ թե դատավորների մասին արատավորող տեղեկություններ։ Կամ ենթադրենք Վահե Գրիգորյանի եւ Դավիթ Խաչատուրյանի հատուկ կարծիքի վերաբերյալ։ Հատուկ կարծիքը մեղադրանքերն է, որ ես ասում եմ, որ հատուկ կարծիքը առողջինչ է, բովանդակային առումով դատարկություն, նշելով, որ անկախության հռչակագրերը չի կարող փոփոխման ենթարկվել։ Իսկապես անկախության հռչակագրերը չի կարող փոփոխության ենթարկվել, այստեղ որևէ սխալ բան չկա։ Առողջինչ ասել ես նկատում եմ այն, որ իրավական ակտի մասին օրենքով դատավորի հատուկ կարծիքը դա իրավական նորմ չի։ Եվ ներկայացումը դատարանի սահմանադրական դատարանի որոշման հետ միաժամանակ, բայց դատարանի որոշման բովանդակության վրա չի ասում, այսինքն այդ տեսանկյունից է, այսինքն դա կարող է հետազոտողների, իրավաբանների, հանրության համար տեղեկատվական հիմք հանդիսանալ դատողություններ ձևակերպելու համար, ինչպես որ իմ համար Հրայր Թովմասյանի կարծիքը հիմք հանդիսացել դատողություններ ձևավորելու, կարծիք ձևավորելու արտահայտելու համար, բայց իրավական արժեք, իրավաբանական արժեք դատավորի հատուկ կարծիքը չունի։ Եվ ես խոսելով Վահե Գրիգորյանի եւ Դավիթ Խաչատուրյանի համատեղ ներկայացած ՍԴ որոշման հետ համընկնող հատուկ կարծիքի մասին, հենց դա եմ ասել, դա նկատում եմ։ Եվ իմ հարցազրույցի մնացած մասերով այդ մասին շատ պարզ հասկանալի ձևով ներկայացնում եմ։ Այսինքն, այսքանով պատվարժան դատարան այս մասը վերաբերել ասում եմ, որ առանձնացված արտահայտությունները իսկ մեղադրական եզրակացության մեջ սրանք են մնացած են բացատրական մասում կան ավել ներկայացված արտահայտություններ, որոնք եզրակացության հիմնական մասում չկան, ես դրանց ընդհանրապես չեմ անդրադառնում, իսկ այս առանձնացված արտահայտությունները դրանք հնչել են ՍԴ-ի որոշումը կայացնելուց հետո, այսինքն դրանք առհասարակ պետք է քննության առարկա չդառնան։ Հիմա գանք ապացույցների։
որևէ մեղադրանք, եթե ներկայացնում է դատարան, պետք է ապացուցվի։ Ինչ ունենք մենք փաստացի գործնական։ Նախ որ ֆիզիկապես դատարանը որևէ ապացույց չի ներկայացրել։ Ես պարտավորություն եմ ունեցել մասնակցել դատական բոլոր նիստերին։ Իմ ներկայությամբ դատարանը բացեց մի ծրար, որի մեջ կար ապացույցները ամբողջությամբ, որտեղ որևէ այլ ապացույց բացի ծրարի մեջ մագիստրական սկավառակը չկար, այդ սկավառակը տեղադրվեց համակարգչի մեջ եւ բացվեց, որ դրա բովանդակությունը դատարան։ Այսինքն ապացույց դատարանի չի ներկայացվել։ Ինչի պատճառով է, որ դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստում բացվեց եւ հետազոտվեց ինչ-որ հղումներ, որոնք ես անկեղծ ասած չգիտեմ, թե ինչ եղանակով են ստեղծվել, ով է տվել, ով է փոխանցել, ինչ է եղել, որովհետեւ դա դատական նիստի ընթացքում նման process տեղի չի ունեցել, ընդ որում հղումներ, որոնք ավելի քան կասկածելու զավեշտալի է ինձ համար։ Օրինակ ասենք, դատարանը անցնում է հղումներով, որոնք ուղղակի դատարկ են։ Այսինքն այդ հղումով որևէ տեղեկություն չէ բացվում։ Դատարկ է տեղեկությունը։ Որոշ դեպքերում կար, այո, այն հարցազրույցներից, որոնք որ հնչել են այն արտահայտություն, որոշ դեպքերում ասենք մենակ բոկայի երգը, որը ոչ մի կապ չունի, իմ հնչել է դատարանում, բայց այդ ոչ եղինակն է, ոչ բառերի, ոչ տեքստի, ոչ բավականորեն քրեական ենթամշակույթի բովանդակությամբ մի երգ, որի բառերը հիմա չեմ ուզում վերցնել։ Այսինքն խոսքը այդ որակի Պարզաբանում եմ ձեզ, որ նման տեխնիկական վրիպակը տեղի է ունեցել համապատասխան YouTube հավելվածի համապատասխան սխալ հղման արդյունքում։ Լիահույս եմ, որ դուք դա չեք վերագրի վարույթի իրականացնող մարմնին եւ չեք համարի իրենց կողմից իրականացված դիտարկյալ գործողություն։ Լրություն պահպանեք, երբ որ ես խոսում եմ։ Հասկանալի է դատարանի պարզաբանումը։ Ես դա առանձին չեմ ներկայացնում պատվաշնորհական, ներկայացնում եմ ընդհանուրի համատեքստում, այսինքն որ նախ եւ առաջ դիսկը չի բացվել։ Դրանից հետո եղել են հղումներ, որոնք ընդհանրապես չեն բացվել։ Բացվել են այլ հղումներ, որոնց թվում ես նաեւ ես դրա վրա չեմ կենտրոնանում, եթե դա տեխնիկական է։ Դուք կարող եք կենտրոնանալ, դատարանը նույնիսկ կարող է հայցել ձեր եւ հասարակության ներողամտությունը, որովհետեւ համակարգիչը յուրաքանչյուր YouTube-ի հղում առանձին բացվում է, մենք չենք բացում համապատասխան լայզերային սկավառակ, մենք բացում ենք համապատասխան հղում, որը իր մեջ կարող է այն ժամանակ պարունակել է ձեր կողմից կատարված ելույթը, հիմա պարունակում է ձեր մատնանշած որևիցե երաժշտություն կամ այլ բան։ Պատվաշան դատարան։ Ապօրինի դատարան ներողություն եմ, էլի խնդրում եմ, թե թույլ կտակ ընդհանրապես մեկնաբանել։ Չէ, ընդհանրապես չի կարելի։